Դատան ուսումնով դատավարության մասնակիցների առաջարկները հիմնական դատավարություններում հետազոտման ենթակապացությունների վերաբերյալ Աշրատնով քրեական դատավարության ռազմիկի 6-րդ հոդվածի առաջին մասի 39-րդ կետով 22-րդ հոդվածով 319-րդ հոդվածով նախատեսվող նաև մրցակցության ստուգումը ապահովել դատավարության մասնակիցների համար հավասար հնարավորություններ ապահովելու հանգամանքը դատավարության երկու կողմի առաջարկը ողջ ծավալով ընդունում է եւ հիմնական դատավարություններում կհետազոտվեն մեղադրանքի կողմի առաջարկած ապացույցները մեղադրական եզրակացության ինձ հավելվածում նշված է թե ինչ ապացույցներ են առաջարկել հետազոտելու համար պաշտպանության կողմի առաջարկները եւս դատանը ընդունում է ողջ ծավալով հիմնական դատավարությունը հետազոտելու դատանի հետևությունը առաջին հերթին պայմանավորվել նրանով որ ապացույցը ցանկացած փաստական տվյալ, որով կարող է հաստատվել կամ ներկայացվել գործի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք, իսկ պաշտպանության կողմը կարող է ներկայացնել ցանկացած հանգամանք վիճարկելով մեղադրանքի, զարգացնող մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ու պաշտպանություն մեղադրել բերված եւ պատշաճ ձևակերպված փաստարկներով։ Դատանը գտնում է, որ պաշտպանության կողմը պատշաճ ձևակերպված փաստարկները ներկայացրել, որով վիճարկվում է մեղադրանքի իսկում դրված այս կամ այն հանգամանքը եւ դրա իրացման հնարավորությունը կոնկրետ ապացույցներ հետազոտել փաստական տվյալներ։ Այդ թվում նաեւ ստուգման ակտը կազմած հարկային տեսուչների հարցակրթության տեսքով։ Հաջորդականության հետ կապված քրեական դատավարությունը ստականում այն է ստուգում հետազոտում են մեղադրանքի կողմի ապացույցները, հետո հետազոտում են պաշտպանության կողմի ապացույցները։ Ինչ վերաբերում է մեղադրյալ Թարժումանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանի կողմից հայտնած հանգամանքին, քրեական դատավարության նոյնի 336.1 հոդվածի հետ կապված, եթե հիմնական դատավարությունների ընթացքում ձեռք բերել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են գնահատվել որպես մեղադրյալներից որևէ մեկի մեղադրանքը բացառող հանգամանք կամ մեղադրանքներից որևէ մեկը, դատանը այդ ժամանակ քննության առարկա կատարածանի ներկայացված ցանկացած միջնորդություն։ Ապացույցների հետազոտման հաջորդականության հետ կապված հաշվի առնելով, որ գրավոր ապացույցների մասով, հաստատային ապացույցների մասով դատավարության մասնակիցները ներազդելու հնարավորություն որպես այդպիսի ինչ չունեն, այն գործով ունեն կամազոտության մեջ գտնվող մեղադրյալ, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, եւ մեղափոխարին միջոց տնային կալանքի դարբույր հիմքում դրված է քրեական վարույթի, մասնավորապես ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունն է։ Իսկ դատանը սկզբում կհանցակրնի վկաներին, հետո կհետազոտվեն գրավոր ապացույցները։ Նաև նշեմ, որ փոքրինչ առաջ եմ ասում, դուք մեղադրյալներին հարցակրնելու միջնորդության վերլուծության հանդես եկել։ Մեղադրյալները հիմնական դատավարություններում հարցակրում են, եթե նախնական դատավարությունների ընթացքում այդ մասին հայտնում են, թեև այստեղ կա փոքրինչ տրամաբանական հակասություն, որովհետև նույն նորմում նշված է, որ մեղադրյալը յուրաքանչյուր ապացույց հետազոտելուց հետո իրավունք ունի հայտնել ցուցմունք տալու ցանկության մասին։ Ստացվում է, որ եթե նախնական դատավարությունների ընթացքում թեկուզ եւ նշեց, որ ես ցուցմունք չեմ տալու, բայց հիմնական դատավարություններում որևէ ապացույց հետազոտվեց, այդ ապացույցը հետազոտելուց հետո մեղադրյալը իրավունք ունի հայտնել ցուցմունք տալու ցանկության մասին։ Հետևաբար մեղադրյալների հարցակրթության հաջորդականության տեսանկյունից դատանը կատեգորիկ, այսպես ասած, հիմա որոշումներ չի կայացնում, որովհետև ցանկացած պահի յուրաքանչյուր ապացույց հետազոտելուց հետո մեղադրյալը կարող է հայտնել, որ ցանկանում է ցուցմունք տալ։ Բայց եթե նման հայտարարություն չեղավ, մեղադրյալին կհարցակրթեն ամենավերջում մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտման վերջում։ Մինչ այդ կարգը պահպանելու համար արդյոք մեղադրյալները ցուցմունք տալու են ոչ, այս լայն նրանց դիրքորոշումը ինչպիսին է։ Եթե հնարավոր է 2 րոպեի մեջ էլի հաշվի դատարան դիրքորոշում ստակեցնել,
Էլի խնդիր չի, բայց կարծում դուք այն ինչի մասին որ շատ խոսում եք, ես էլ պետք է նախապես քննարկած լինեիք, էլի։ Ընդմիջում 2 րոպե։ Այդ միշտ ժամանակ